Եթե կառավարության հետ հարցուպատասխանը լիներ 3, կարծում եմ կառավարությունը ազգային ժողով պետք է գար նավով։ Եթե սենց շարունակվի, կարծում եմ կառավարությունը բյուջեում պետք է պահանջի, որ իրենց սպասարկող ուղղաթիռ տրամադրեն, որովհետև ճանապարհները գնալով դառնում են ավելի անանցանելի։ Կառավարությունը 3 հարցով է պարտանում։ Առաջինը իրանցի հատվածում ճաք տված պատն է, խաղաղության պատը, դա արդեն օքսիմորոն абսուրդ է, որովհետև պատ կառուցում են ոչ թե խաղաղության համար, այլ թշնամուց պաշտպանվելու համար։ Չինացիք պատ չեն կառուցել, ասել մենք քոչվոր ցեղերի հետ խաղաղություն ենք հաստատում, դրա համար պատ ենք կառուցում։ Տենց բան հնարավոր է միայն այստեղ։ Մյուս հարցը, որով հպարտանում է կառավարությունը, բյուջեի հավելյալ մուտքերն են։ Հեսա բյուջեի կատարողականը գալու է բազմաթիվ ասելու բաներ կան եւ կասենք։ Երրորդ հարցը ճանապարհներն են, 500 կիլոմետր ճանապարհ ենք ասֆալտապատել կամ վերանորոգել։ Այդ 500 կիլոմետրը կամ քանի կիլոմետրը որ վերանորոգել եք, քանի անգամ եք կրկնա վերանորոգել, որովհետեւ մեր փողոցը վերանորոգել եք, հետո մի հատ փոսալցում եք արել, հիմա մի հատ էլի փոսալցում պետք է արվի, վերջից զզվեք որ մի հատ նորից վերանորոգեք։ Ուզեմ նշեք կոնկրետ այդ 500 կիլոմետրից քանիսը դա փող մսխվել անորակ շինարարության պատճառով եւ հայտնի չի էլի ինչքան պետքա մսխվի, որտեղ նույն մարդիկ են, նույն շինարարներն են, նույն պատվիրատուներն են։